Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանն այս շրջանում հանդես են գալիս Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում։ Go Sport FM-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը և հարցազրույցը միանգամից մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Դերասանն, ով սովորաբար խուսափում է անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելուց, այս անգամ բավական անկեղծ էր և պատասխանեց ամենաքննարկվող հարցին իր և կնոջ՝ Մանեի բաժանման մասին։ Հաղորդավարի ուղղակի հարցին արդյոք իրականությանը համապատասխանում են իրենց ամուսնալուծության մասին լուրերը, Կարենը հաստատեց՝ այո, իրենք իսկապես որոշել են բաժանվել։ Նրա խոսքով որոշումը կայացվել է մոտ 1 ամիս առաջ, երկար քննարկումներից և փոխադարձ հասկացողությունից հետո։ Դերասանը շեշտել է, որ դա հապճեպ կամ էմոցիոնալ որոշում չի եղել, այլ մտածված քայլ, որն ընդունվել է երկուսի կողմից։ Ավելի վաղ հետևորդները նկատել էին, որ զույգը սոցիալական հարթակներից հեռացրել է համատեղ լուսանկարները։ Սա անմիջապես տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել։ Ոմանք կարծում էին, թե դա պարզապես ժամանակավոր ճգնաժամ է, մյուսները, որ արդեն ամեն ինչ ավարտված է։ Կարենի հաստատումից հետո պարզ դարձավ, որ քննարկումները զուր չէին։ Հատկանշական է, որ բաժանման լուրերը շրջանառվում էին այն ժամանակ, երբ նրանք շարունակում էին միասին ներկայանալ էկրաններին՝ նկարահանվելով «Գոյամարտ» սերիալում։ Այս հանգամանքը ևս հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ հանդիսատեսի համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են նախկին ամուսինները շարունակել համատեղ աշխատանքը նույն նախագծում։ Բայց ինչպես պարզ է դառնում, մասնագիտական հարաբերությունները չեն տուժել, և իրենք կարողանում են պահպանել պրոֆեսիոնալ մթնոլորտը հարթակում։ Թե որն է ամուսնալուծության իրական պատճառը, դերասանը չի բացահայտել։ Նա միայն նշել է, որ երբեմն հարաբերությունները սպառվում են, և մարդիկ հասկանում են, որ պետք է շարունակեն իրենց ճանապարհն առանձին։ Կարենը նաև ընդգծել է, որ փոխադարձ հարգանքը պահպանվում է, և իրենք չեն ցանկանում անձնական հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա։ Հարցազրույցից հետո սոցցանցերում կրկին ակտիվ քննարկումներ սկսվեցին։ Ոմանք ցավակցում էին և հաջողություն մաղթում երկուսին էլ, մյուսները փորձում էին գտնել բաժանման մասին հնարավոր պատճառները՝ սկսած աշխատանքային ծանրաբեռնվածությունից մինչև շոու-բիզնեսի ճնշումները։ Ակնհայտ է, որ այս թեման դեռ երկար ժամանակ կմնա հանրության ուշադրության կենտրոնում, հատկապես քանի դեռ զույգը շարունակում է միասին նկարահանվել նույն սերիալում։ Իսկ մինչ այդ թե Կարենը, թե Մանեն կարծես ընտրել են լռության և արժանապատիվ պահվածքի ճանապարհը, թողնելով, որ ժամանակը դասավորի ամեն ինչ իր տեղում։ Հիշեցնենք, որ նրանց տարիքային տարբերությունը 16 տարի էր։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը պատասխանել էր հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։ Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների մեշոք պապին ես եմ, նշել էր նա։ Ենթադրաբար անդրադառնալով Կարենի ավելի վաղ արված աղմկահարույց հայտարարությանը, որ կողմ է երեխայի դաստիարակության կոշտ մեթոդներին, Մանեն գրել է. «Հաճախ շատ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից, շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը, բայց չէ որ չենք վարվում այնպես, ինչպես այդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք։ Ամեն ինչ փլվում էր, անդադար լաց էի լինում»։ Կարեն Հովհաննիսյանի կինը խոսել էր ծանր փուլի մասին։ Հայտնի ու սիրված դերասանական զույգի հարաբերությունները միշտ էլ լի են եղել հետաքրքիր շրջադարձերով։ Հարցազրույցներից մեկում Կարենն անկեղծացել էր, որ երբեք չի ցանկացել, որ իր կինը լինի շոու-բիզնեսի ներկայացուցիչ կամ զբաղվի դերասանական գործունեությամբ։ Այս թեմայի մասին խոսելիս Կարեն Հովհաննիսյանի կինը՝ Մանեն, նշել էր. «Նա միշտ հույս էր հայտնել, որ Կարենը մի օր կփոխի իր կարծիքը։ Հուսով եմ Կարենը ինչ-որ մի օր կփոխի իր որոշումը»։ Անկեղծացել էր դերասանուհին, քանի որ մասնագիտական սահմանափակումները զույգի համար բավականին զգայուն թեմա էին։ Սակայն այսօր պատկերը լիովին փոխվել է։ Զույգն այժմ միասին հանդես է գալիս նոր «Գոյամարտ» ֆիլմում, ինչն ապացուցում է, որ
Սերն ու փողզիչումը կարող են հաղթահարել նախկինում հաստատված ցանկացած սկզբունք։ Անդրադառնալով հանրության կողմից հաճախ քննարկվող տարիքային տարբերությանը, Կարենը շեշտել էր, որ իրենց ներքին աշխարհում այդ տարբերությունը երբեք գոյություն չի ունեցել։ Նա մանրամասնել է, որ Մանեի հասունությունը, նրա լրջությունն ու կյանքի հարցերում ունեցած խորը մոտեցումները թույլ են տվել, որ իրենք հավասարը հավասարի պես հաղորդակցվեն։ Հաղորդավարի դիտարկմանը, թե արդյոք 12 տարվա տարբերությունը երբևէ զգացվել է կենցաղում կամ շփման մեջ, Մանեն արձագանքել էր, որ երբեմն իրեն ավելի մեծ է զգում, քան Կարենը։ Ըստ նրա, իրենք այնքան նման են մտածում, որ տարիքի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը հարցնում է այդ մասին, իսկ իրենց միջև տարիքային անդունդ գոյություն չունի։ Դե ինչ, հուսով ենք, որ այս հարցազրույցից հետո նրանք միասին կմեծացնեն իրենց դստերը, կմիանան ու երջանիկ ընտանիք կկազմեն, իսկ եթե կորոշեն իսկապես ամուսնալուծվել, ապա նրանց ցանկանում ենք, որ երբեք չկորցնեն իրենց երեխայի կողքին լինելու հնարավորությունը։ Նշենք, որ նրանք այս շրջանում նկարահանվում են «Գոյամարտ» հեռուստասերիալում։